Անուն հոր եւ որդվո եւ ոգուն սրբո ամեն հիշադագն արդարոց օրհնությամբ եղիցի արդարներու հիշադագը թո օրհնությամբ քնչե օրհնությամբ հիշվի ինչու համար արդարներու ուրացները ու սուրբերու ուրացները պետք է մենք հիշենք երախտաբարդությամբ, օրհնությամբ հիշենք, որովհետև կյանքի մեջ այնքան շատ անարդարություն կա, որ այնքան եսասիրություն, բղծություն կա, որ երբ որ մեզ մեկը արդար գործ գնա, արդար կյանք կապրի, իրավես մարդկության համար մեծ օրհնություն է անիկա։ Գիտեք, երբ որ մենք շնչենք, ետ կուտանք կարբոն դիոքսիդ։ Բոլոր անասունները այդպես են։ Ինչպես կմաքրվի, փույսերը, զարերը գարնեն այդ կարբոն դիոքսիդը թթվածինի կվերածեն, օքսիժենի կվերածեն եւ այսպեսով անիվը կդառնա։ Այսինքն որոշ արարածները գաղդոդեն, որոշ արարածները կմաքրեն։ Հետևաբար մարդկությունն ալ այդպես է։ Որոշ մարդիկ կավրեն, որոշ մարդիկ կբղծեն, որոշ մարդիկ այս աշխարհը մեղքով եւ անեծքով կլեցնեն, իսկ որոշ մարդիկ գարնեն այդ անեծքը իրենց վրա, իրենց կյանքին մեջ, անոնք ցավ կքաշեն եւ կփուժեն։ Հետևաբար արդարներու հիշադակները պետք է օրհնվի, պետք է հիշվի։ Ծնունդոց գիրքին մեջ նահաբետներու կյանքին, երբ որ մենք կգարթանք Աբրահամի, Իսահակի եւ Հակոբի կյանքը, երբ որ իրենց կյանքին մեջ Աստված կթվի, կարևոր թեփ կբադահի, հիշադակարան կշինեն։ Անաբադին մեջ ինչ պիտենեն, քարերու վրա գտնեն, այդպես քիչմը բարձրություն կշինեն։ Անուն մնալ գտնեն անոր, հետո իրենց զավակներուն կպատմեն։ Որպես այդ զավակները ժամանակին երբ որ եթեկան մեր հայրերը ինչրին, ուրեմն գերտան այդ տեղերը եւ որոշ տեղերն ալ տաճարներ կառուցած են կամ ավելի մեծ հուշարձաններ շնած են։ Ուրեմն այսօր Սուրբ Գրիգոր Ուսավորիչի տոներն մեկն է։ 3 տոներ ունենք։ Իր չարչարանքներու եւ խոր վիրապնետվելու դոնը, որ այսօր կդոնենք, վիրաբեն դուրս ելնելու դոնը եւ նաեւ իր նշխարներու, իր ոսկորներու գտնվելու դոնը։ Ինչու համար դոնի գվերացենք մենք, որբեսի հիշվի, որբեսի այդ սուրբին, այդ արդարին ուրացները մեր յանքին մեջ իր տրածները չմորցվին, այլ հիշվին, հիշադակվին։ Ուրեմն այսօր Սուրբ Գրիգոր Ուսավորիչի դրթատակավորի գոմե քրիստոնյա ըլլալը հասկացվել է հետո չարչարվելու եւ հետո մահվան փոսը խոր վիրապ ըսված դեր մնետվելու հիշադակը գտոնենք։ Բայց ինչու գտոնենք։ Մեկը չարչարվերը մեծապես, մեկը խոր վիրապ նետվերը, որպես մերնի, մենք ինչու դոն գնենք, ինչու համար դոն է, ինչու համար վարակույրու պացինք մենք, եկեցին ինչու համար դոնի վերացած է, որովհետև իր չարչարանքները ճակատագրական եղած է եւ իր չարչարանքներով, իր հալածանքներով մենք փրկված ենք։ Ինքը
Հիսուս Քրիստոսի պես եղած է։ Մեր հավատքի մեծակույն թեփքը ի՞նչն է։ Հիսուսը արին ձեծեցին, մդրագեցին, ցերկերը ոտքերը ձագեցին, խաչանեցին, իր քուլուխը փուշեբը սակտրին, իր գողը ձագեցին, քեղարթով 2000 տարի է մենք ասիկա գտոնենք։ Այսօր հիշադակը գգրենք մեր վիզերուն վրա։ Խաչաբաշտ դարձած ենք։ Ամենայն շատ այս շարժումը գնենք։ Ինչու՞։ Որովհետև ցավեր կան, որ գփուժեն։ Ուրիշներուն ցավերը կան, որ գփրկեն։ 3 տարի առաջ Պանդեմիա գար։ Մարդիկ հիվանդանոց կերտային եւ հիվանդանոցերու մեջ նույնիսկ դեղ չգար։ Եվ հոնդե միայն հիվանդները չմեռան, բժիշկները մեռան, փուշկույրերը մեռան։ Իրենց մահը, իրենց չարչարանքը ուրիշներուն կյանք բերավ։ Եթե իրենք հոն չլային, շատ ավելի մարդ պիտի մեռներ։ Բայց իրենք հոն էին, նույնիսկ իրենք վարակվելու չինով ուրիշներուն օգնեցին, ուրիշներուն ցերկ երկարեցին։ Ուրեմն Սուրբ Գրիգոր Լուսավորչի դարաբանքները, հալածանքները, չարչարանքները, խոր վիրապ 13 տարի անցնիլը մեզ համար լավ եղավ, որովհետև անոնց շնորհիվ հեթանոս ասկմը գուրքերուն արևին գրագին գբաշտեր Քրիստոսի լույսին արժանացավ, քրիստոնյա դարձավ։ Հետևաբար այդ թեփքը մեզ համար շատ կարևոր է։ Ուրեմն ինչու համար Սուրբ Գրիգորը, ինչու համար ուրիշի չէ։ Սուրբ Գրիգորը Գեսարիա ապրող, Կապադոկիա ապրող, քրիստոնյա ամուսնացյալ մարդ ուներ, 2 զավակներ ուներ, լավ քրիստոնյա էր։ Լավ քրիստոնյա սա ըսել է, Աստուծո առջև գգենակ, երկար գգենակ, գաղոթեք, հետո Աստված սեր սիրտին մեջ փամ մը գտնե, այս կյանքին մեջ ընելիք փամ մը գտնե, փոքր մեծ կարևոր չէ, բայց այդ սայնին հնազանդ կնլակ դուք, գսեք որ այո, Աստված ինձ մե այս կուզե։ Ուրեմն այս հավատացյալ Գրիգորը իր աղոթներու մեջ ըսկաց որ Աստված իրեն ավելի խորուն կյանքին գգանչե, ավելի մոտ ըլլա իրան, բայց Աստուծո ավելի մոտ ըլլալ մարդոց մե հերանալ ըսել է։ Այդ գանչը իր գիննալ ունեցավ։ Ուրեմն իր գիննալ գուսեր Աստուծո մոտենալ։ 2 զավակներ ունեցան, Վրթանես եւ Արիստակես, հասկացվեցան այդ ժամանակի օրենքներով, ուրեմն գինը, Մարիամը եւ զավակները այդպես գիներու միասին ապրած տուն մը քաշվեցան։ Այնադեն այդպես ինչպես ասենք, գուսանոցներ չկային, բայց այդպես միասնապար ապրելիք դեղեր կային, որ ավելի աղոթքի գնվիրվեին։ Ուրեմն նույնը ըրավ Գրիգորը վանք քաշվեցավ եւ աղոթքի նվիրվեցավ։ Այդ աղոթքին մեջ, այդ խորուն կյանքին մեջ Աստված իրեն ասավ, որ քրիստոնեության համար փամը պետք է ունես։ Եվ այդ միջոցին ինքը գտեսնե, որ իր ասկի հայերու թագավորը դրթադը
Հռոմի փանագով Հայաստան պիտի երթա, հոնդե բարսիկներու թեմ պիտի գրվի եւ իր հոր աթորը քահը վերստին ցեք պիտի անցնե։ Գմտնե դրթատ թակավորի ծառայության։ Դրթատ թակավորը հեթանոս էր, Հռոմի մեջ մեծած էր եւ քրիստոնեությունը գադեր, քրիստոնյաները գհալածեր։ Հետևաբար քախնի բահեց Գրիգորը, որ քրիստոնյա էր։ Եվ քանի որ լավ գրթություն ստացած էր, գիտեր հունարեն, լատիներեն, հայերեն, ուրեմն մտավ դրթատի անձնական քարտուղարը դարձավ։ Խելացի էր, նկարակիրը կատարյալ էր, դրթատակավորը շատ կվստահեր իրեն։ Պատերազմը շահեցան, որպեսզի իրենց երախտիկը հայտնեն երկինքի չաստվածներուն եւ ինքնալ որպես պետական պաշտոնյա պետք էր իր հարկանքի դուրքը մատուցաներ գուրքերուն, պետք է երթար եւ պետք է զարգեբսակ տներ Անահիտի արցանին արջև։ Գրիգորը մերժեց եւ հայտնի դարձավ, որ ինքը քրիստոնյա է, ճուրացավ Քրիստոսը։ Եվ հայտնի դարձավ, որ ինքը նաեւ դրթատ թակավորին հայրը մերցնող Թավաջանին դղան է Գրիգորը։ Շատ հետաքրքրական այդպես պատմություն ունի ասիգա։ Եվ ուրեմն իր փարգությունը դրտատին երկու բադիկ ավելցավ եւ ուզեց թե չարչարել եւ թե կամած մերցնել այդ ժամանակվան ծանր չարչարանքներն անցավ Գրիգորը եւ իրեն նետեցին խոր վիրապ գոչված փանդին մեջ։ Այդ փանդին մեջ գար նաեւ փոսմը, մահվան փոսմը, հոն մարդոց կնետեին գենթանի, բայց հոնդե արդեն ապրուվերիկ տեղմի չեր, մի քանի օրվա մեջ անցը գմերներ, բայց փոսին մեջ գարիչներ գային, օծեր գային, հետաբապար մերնել է առաջ հոն իչնողը թժող կգճաշակեր։ Եվ այդպես Գրիգորը իջեցուցին այդ փոսին մեջ եւ թողուցին, որպեսզի մեռնի։ Ուրեմն այս պատմությունը հոս պետք էր վերջաներ։ Մարդկայնորեն պետք է հոս վերջանար։ Բայց չվերջացավ։ Որովհետև մեր կյանքը կսկսի եւ կվերջանա, երբ որ Աստված գսե որ վերջացավ։ Մինչև որ Աստված չսե չվերջանար։ Այդպես ծաղրանկարը գհիշեմ, մարդու մեկը անցնասվանը լալուս է։ Ուրեմն մահվան հեշտակնալ քովն է։ Եվ մարդը կգախե ինքսինք մահվան հեշտակը չվանը կգտրե։ Մարդը կետին գինա զարմանքով գնայի եւ մահվան հեշտակը գսե այնքան թյուրին չէ։ Մերնել այնքան թյուրին չէ։ Այսինքն ինչ գսե այս ծաղրանկարը մերնելիք դե չեք մերնիր եւ չմերնելիք դե կմերնիք։ Որովհետև մեր բոլորին համար քրությունը կա, նույնիսկ ծնվելեն առաջ քրվերը անի կա, մեր ձներուն մեջ քրվերը և Աստված գիշխե անոր վրա, հետևաբար մենք գաբրինք ոչ միայն մեր գերած հացերով, այլ Աստուծո պերնեն ելած ամեն մեկ խոսքով, հետևաբար Աստված սավ Գրիգորին պիտի չմերնիս, հոմ պիտի չմերնիս, քեզի ես ցույց պիտի տամ ամբողջ աշխարհին, որովհետև Քրիստոս սա որ
ով որ ինձ կհավատա, իմ ըրած հրաշքներս պիտի կործե ինքնալ, նույնիսկ ավելի մեծերը պիտի կործե։ Հետևաբար Տեր Հիսուս Գրիգորի կյանքին մեջ ավելի մեծ հրաշքներն մեկը ցույց տվավ։ 13 տարի այդ խոր վիրաբին մեջ ապրեցավ։ Որովհետև ի վերջո պիտի ելներ թագավորը, ազնվականները, հավատքի պիտի բերեր, ամբողջ մի ազգ պիտի մգրդեր եւ այդ ազգին առաջին կաթողիկոսը պիտի դառնար։ Ուրեմն Սուրբ Գրիգորի պատմությունը այս է։ Ասիկա կհիշենք մենք, ասիկա կտոնենք։ Մեկ մարդուն մեծ չարչարանքներն եւ հալածանքներն ծնունդ արած ազգ մնենք մենք։ Անոր համար օդարները մեզի կոչած են լուսավորչական, այսինքն ժամանակ կար, որ ազգը եւ Գրիգոր լուսավորիչը միացած էր իրապես, մեր սուրբներ անիկա։ Հարգավ թե եկեղեցին չընդունիր լուսավորչական անունը, որովհետև մարդումը անունով չգոչվիր ովևէ եկեղեցին։ Բայց նաև չենք մերժել լուսավորչ կամ լուսավորչական, երբ որ մեզի ըսվի անիկա մենք արհամար հանքի պես չենք սկար։ Բարձաբես եկեղեցին պաշտոնապես կմերժե թե լուսավորչական եւ թե Գրեգորյան անունը։ Ադամը մեր անձնակիրերուն մեջ կգրեր, ես ունեի հին այդպես նուխուսի դեդրակմը, որում մեջ Արմենի կգրեր, հետո ալ Գրեգորյան կգրեր։ Ուրեմն մեզի լուսավորչական ըսած են հայ կաթողիկները, որովհետեւ ասեն, որ դուք առաքելական չեք, պետք է առաքելական դառնաք, անորոք պետք է Հռոմի բաբին ենթակա դառնաք, որովհետև Հռոմի բաբը Պետրոսի եւ Բոոսի առաքյալներու հետևանքն է, իսկ դուք Գրիգոր լուսավորիչի հետևանքներ եք։ Եկեղեցին սա որ շիրակ չէ, Գրիգոր լուսավորիչը մեր երկրորդ լուսավորիչն է։ Մեր առաջին լուսավորիչները Թադեոս եւ Բարթոլոմեոս առաքյալներն են։ Հետևաբար մեր եկեղեցին առաքյալական եկեղեցին է։ Որքան որ Հռոմի եկեղեցին առաքյալներու վրա, անոնց նահատակության վրա հիմնված է, այնքան էլ հայ ազգը առաքյալներու հիման վրա քրիստոնյա դարձած է։ Իսկ Գրեգորյան անունում մեծի դված են, քանի որ շատ կխոսենք Գրիգորի մասին, ռուսերը դված են։ Ռուսերն ալ անոնքալ ուղապար օրթոդոքս էին, անոնքալ գուզեին մեզի սել որ դուք առաքելական չեք, դուք Գրիգորի հետևորդներն եք, հետևաբար իրենց դեդրակներուն մեջ այդպես արձանագրեցին։ Հետո անգե արին Օսմանական պետությունը, որբեսի զադեն մեզի հայ փողոքականներն, հայ կաթողիկներն, որբեսի մեր ինքնությունը տնեն, հոնդե Գրեգորյան կրած են։ Ուրեմն եկեղեցին պաշտոնապես կսե որ մենք ոչ լուսավորչական ենք պաշտոնապես, ոչ ալ Գրեգորյան ենք։ Ասիկա հարգավ թե արգեք չէ մեր մեծ հարկանքը Սուրբ Գրիգոր լուսավորիչին, հետևաբար ինչ որ Աստված այդ Սուրբի միջոցով ուրացե մեզի, հետևաբար մենք հբարդությամբ կընդունենք այդ անունները առօրյա կյանքին մեջ, խնդիր չկա։ Ուրեմն սիրելիներ, պետք է մենք մեզի սա հարցումը հարցնենք։ Մենք որքան Գրիգոր լուսավորիչի հետևորդն ենք։ Անոր հետևորդը լալ միայն անունը գրել չէ։ Անոր հետևորդը լալ սա ասել է։ Գրիգոր լուսավորիչը պետք չուներ մեզ համար հալածվելու, չարչարվելու, բայց ըրավ։ Մարդկության համար փամը ըրավ։
Չկա քրիստոնյամը, որ Աստված անոր մոդենա կամ ան Աստուծո մոդենա ծույլ գենա։ Աստված գսե որ ուրիշներու համար փամմը Փամը եթե չեսներ աղոթե։ Բայց պետք է քու սիրտիդ մեջ ուրիշները պետք է լան, քու եղբայրներդ եւ քույրերդ պետք է լան։ Մարդկությունը պետք է լա, քու ասկդ, քու եկեղեցիդ պետք է լա։ Եվ եթե Աստծո գմոդենաս, Աստված գսե որ ինչ կնես, ինչ զոհողություն ունեցար, ինչ դժվարություն գրեցիր տուն քու հավատքիդ համար։ Պիտի ասեք որ պետք է դժվարություն գրել, հանգիստ գրոնք չկա, հանգիստ գրոնք կլար, եթե թրախտին մեջ ապրեինք մենք, բայց թրախտին մեջ չենք ապրիր մենք։ Մենք դժոխքի նմանով աշխարհի մեջ կապրենք, որ շատերը գավրեն, շատերը գթունավորեն, շատերը անդարբերեն։ Հետևաբար անոնց բարապությունը իրենց չրածը ընելիք մարդոց պետք ունենք մենք։ Ես հոսեմ, Աստված ինձ շունչ տված է, խելք տված է, գարողություններ եւ դաղանտներ տված է, ուրեմն ես ինչ պիտի ունեմ հիմա Աստուծո զավակներուն համար։ Ես ինչ պիտի տնեմ իմ կյանքես ուրիշներու կյանքին մեջ։ Եթե ասիգա մտածենք եւ որոշենք, այն ադամ մենք Սուրբ Գրիգոր Լուսավորիչի հետևորդը կլանք եւ արժանաբես կհարգենք իրեն։ Ուրեմն հարցումը այս է։ Սեր շուրջը նայեցեք, ինչ որ սեր ասկությամբ կհբարդանաք, ինչ որ սեր քրիստոնեությամբ կհբարդանաք, ինչ որ սեր մարդկությամբ կհբարդանաք, այն մարդիկ իրակորձած են, որոնց պարտականությունը չէր։ Հրաբարակներու վրա արձանները կդնգեն այն մարդոց, որոնք այդ կորձերը ընելու իստիպված չէին, բայց ըրած են այդ կորձերը։ Հետևաբար թունալ պետք է փամը ընես։ Այսօր այս եկեղեցի քալըտ փամը ընել էր, բայց ուրիշ բաներ ալ գրնասնել։ Պետք է աղոթես Աստուծո, Աստված քեզի ցույց պիտի տա։ Աստված քեզի պիտի ասե որ Աստոր համար պիտի աղոթես, անոր համար պիտի աղոթես, այս խնդիրի համար ձոմ պիտի բռնես, պիտի աղոթես, այս անցին հրացային պիտի փանաս, պիտի խոսիս, սամարթուն պիտի այցելես, սամարթուն պետք է տրամով օգնես, սամարթուն պետք է բարդ կտաս, եկեղեցի պետք է երթաս, օգնես, սավարժարանը գա, սաթբրոցը գա, անոր պետք է օգնես, աղքատներ կան, անդուներ կան, անոնց պիտի օգնես, ինչու, որովհետև երբ որ Աստուծո մոտենաս, Աստված գսե որ հիմա քնա եղբայրներուդ, թուն ժողովուրդ մը ունես, եւ մենք մեր մարդկությունը այսպես կիրակորձենք, այսպես կիրականացնենք։